Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտասովոր Անաստասյան։ Ուզում եմ, որ իրեր հետ հավաքես ու գաս մեզ հետ։ Ես ու դուստրդ քեզ շատ ենք կարոտում։ Մենք շատ ենք կարոտում մայրիկին, չէ՞ Անուշիկս։ Մայրիկ, արի մեզ հետ, մենք կարոտում ենք քեզ։ Այդքան անողոք մի եղեք։ Դուք չեք կարող երեխային օգտագործել, որպեսզի մոր վրա ճնշում գործադրեք։ Այո, անգամ աղջիկն է դա նկատում։ Ձեզ թվում է թե երեխաներ ոչինչ չեն հասկանում։ Ես ձեզանից ոչ մեկի կարծիքը չհարցրեցի։ Օվիդիո, մենք արդեն խոսել ենք այդ մասին, այսինքն ես խոսել եմ, իսկ դու լսել ես։ Միթե չես հասկանում, որ մենք այլևս չենք կարող միասին լինել։ Ես ոչ կարող եմ ու ոչ էլ ուզում եմ քեզ մոտ վերադառնալ, հասկացիր։ Մեր երկուսից չհասկացողը դու ես։ Դու իմ կինն ես։ Ու կգաս ինձ հետ։ Չեմ գա։ Եվ ոչ դու ու ոչ էլ պարոն Տոնին չեք ստիպ ինձ քեզ մոտ վերադառնալ, ոչ։ Շատ լավ։ Ուրեմն հրաժեշտ տուր աղջկատ։ Անկասկած է Ուրելո, մեզանից ամենահաջողակը դու ես, որովհետև Սանտիագոն գոնե ամուսնացել է նրա հետ, մնում է, որ եկեղեցին դա հաստատի։ Այո, ճիշտ է Ուրելո, իսկ Մակոն դեռ չի ամուսնացել Գոյիտայի հետ, ու Գոյիտը նույնպես ամուսնացած չէ, այնպես որ օրենքի ոչ մի խախտում չկա։ Իսկ դու ընդհակառակը եղբայր, ոչ միայն դու ես ամուսնացած, այլ նաև նա, այսինքն երկու զույգ, երկու ամուսնություն, դժվար բան է։ Ես չեմ ուզում չար երևալ հորեղբայր, բայց անկեղծ ասած, չեմ կարծում թե եղբայրս ապա հարգանք կտա Անաստասիային։ Բայց նա պետք է դա անի Սանտիագո, հավատա ինձ, այդ ամուսնությունը կեղծիք է։ Անաստասիան նրան չի սիրում։ Բայց Օվիդիոն դա երբեք չի ուզել։ Օվիդիո։ Դե այո, այդ մարդը։ Իսկ ես ինչ ասացի, որ ասեմ ձեզ, որ ես ամենուր աղոթում եմ ու աղաչում Տիրոջը, որ Ալեքսանդրան ողջ եւ առողջ հայտնվի ու ես կարողանամ բաժանվել նրանից։ Ասում եմ ձեզ, Անաստասիան ու Օվիդիոն միմյանց համար չեն։ Ես ոչինչ չեմ հասկանում, Ագրիպինա, չեմ հասկանում։ Ինչ պիտի այստեղ անեմ։ Ասա, դու ինչ ես անելու։ Ինչ ես անելու։ Ես այս տեսախցիկով ինչ պիտի անեմ։ Ասա ինձ։ Հանգստացիր Ակվիլես, ես այնպես կանեմ, որ այդ ավազակ ոստիկանը մատնի իրեն, հասկացար։ Դու այդ տեսախցիկով պահարանի մեջ կթաքնվես ու ամեն ինչ կձայնագրես, այսինքն հենց այդ տղան սկսի խոստովանել, դու կձայնագրես նրան, հասկացար։ Այո։ Մենք կապացուցենք, որ այդ մարդիկ թալանել են քեզ, եղավ։ Իսկ ինչ կանես, որ նա իր արածը խոստովանի։ Հանգիստ, ես կգայթակղեմ նրան։ Ոչ, Ագրիպինա, ոչ, դա վտանգավոր է։ Իսկ ինչու չտանջենք նրան։ Ես կարող եմ օգնել քեզ, եթե ուզում ես։ Ես ամեն ինչ կարող եմ այնպես անել, որ Ակվիլես, սպասիր, հիշիր, որ ես դերասանուհի եմ, դա կեղծ գայթակղություն կլինի, հասկացար։ Արի այստեղ։ Այդտեղ մնա ու տեսախցիկը պատրաստիր, արագացրու։ Բարի երեկո։ Դե գործի անցիր սերիմ, հիմա ենք սկսում բուժումը։ ազատում եք ինձ աշխատանքից պարոն Տոնի։ Որդիս մի համարիր, որ քեզ աշխատանքից ազատում եմ, այդպես չէ։ Պարզապես ուզում եմ, որ մի որոշ ժամանակով հեռանաս այստեղից, որովհետև Կոնստանսան ահավոր լարված է, հասկանում ես։ Հետո ես քեզ նորից այստեղ կբերեմ, իսկ այդ ընթացքում փորձիր մեկ այլ աշխատանք գտնել, միայն թե հիմա լավ կլինի, որ հեռանաս այստեղից։ Պարոն Տոնի, բայց նոր աշխատանք գտնելը հեշտ բան չէ։ Այդպես մի վարվեք ինձ հետ, խնդրում եմ։ Այս աշխատանքը իմ միակ հնարավորությունն է, որ դες ապացուցեմ, որ կարող եմ գումար վաստակել Կլեմենտինեին բարեկեցիկ կյանքով ապահովելու համար։ Երիտասարդ, անհետացիր։ Ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Մի որոշ ժամանակով անհետացիր։
Ես քեզ նորից ետ կկանչեմ, գնամ, չերևաս մինչև որ ամեն ինչ իր տեղն ընկնի ու Կոնստանսան հանգստանա, լսեցիր ինձ։ Ես գիտեմ ինչու եմ այսպես ասում, գնա, արա այն ինչ ասում եմ։ Պարոն Տոնի, միգուցե սևամորթ եմ ու աղքատ, բայց ես էլ մյուսների նման ընդունակ մարդ եմ ու չեմ վախենում ոչ մի աշխատանքից, իսկ ինչ վերաբերվում է իմ ու ձեր թորնու հարաբերություններին ասեմ ձեզ, որ մեզ մոտ ամեն ինչ շատ լուրջ է, անչափ շնորհակալ եմ ձեզանից։ Ինչ եք պատրաստվում անել, պատրաստվում եք պատժել ինձ։ Փառք Աստծո, որ անդերասենություն է անում, այլապես չեմ ուզում պատկերացնել, թե հիմա ինչ տեղ կունենա։ Իսկ ինչու՞մն է քո խնդիրը գեղեցկուհիս։ Ես մեղավոր եմ, այո, մեղավոր եմ, որովհետև ես գողություն եմ արել։ Բորովսկի ոսկերչական խանութից զարդեր եմ գողացել։ Այո, սպասիր, դու զարդեր սիրում ես։ Այո, շատ։ Դուր է գալիս։ Ես կարող եմ զարդերը պարանոցիս էլ սիրով զբաղվել։ Քեզ այսպես դուր է գալիս։ Այո, դուր է գալիս։ Միթե, Սուրբ Մադոննա, ես իմ երկրորդ կեսին եմ գտել։ Ինձ մի բան ասա։ Քեզ դուր է գալիս զարդեր գողանալ։ Քեզ դա դուր է գալիս։ Այո, շատ։ Իսկապես։ Այո, իրականում, ես մի քանի զարդ ունեմ այդ խանութից գողացած։ Իրոք։ Այո, ոմնակվիլեսից եմ հաջողացրել։ Լուրջ։ Նա ողորմելի մեկն էր։ Նա արդեն խոստովանեց, որ զարդերը հաջողացրել, մի խեղճ սերիկայից, որի անունը Ակվիլես էր, բայց դա ես եմ, Աստված իմ, նա ինձ հաստատ հիմարի տեղ էր դրել։ Դե ասա, խոսիր, ես ուզում եմ մանրամասներն իմանալ, դու իսկապես զարդեր ես գողացել։ Մի քիչ բարձր խոսիր, խնդրում եմ, որովհետև ականջներս մի քիչ վատ են լսում։ Այո, աղջիկներ, արդեն որոշված է։ Դուք երկուսդ Եվրոպա կմեկնեք գիշերօթիկ դպրոցում սովորելու, որովհետև ես այլևս չեմ կարող հանդուրժել այն, որ դուք այս տան ծառաների հետ եք քնում։ Ես ոչ մեկ էլ չեմ քնում, Մարիկ, պարզապես սիրում եմ Խոսեիտոին, հարգիր ինձ։ Ոչ մի հարգանք չի կարող լինել, որովհետև իմ աղջիկը չի կարող սևամորթի սիրել, իսկ դու Էմիլիա Մարգարիտա, քեզ նայիր, հապա քեզ նայիր, իբր մաշկով քիչ ես սև, ուզում ես հիմա էլ քեզից ավելի սևի հետ հանդիպել, աշխատիր փոխել սերունդդ, անգամ եթե դրանով պիտի կողակցիդ սերունդը փչացնես։ Աստված իմ Մարիկ, հավատս չի գալիս, դու 21-րդ դարում ես ապրում, բայց երեք գեղեցկուհու նման ես մտածում։ Լսիր, Էմիլիա Մարգարիտա, մի կողքիր ինձ, եղավ, ես այդպիսին չեմ, ինչպես որ դու ես նկարագրում, դուք պետք է անեք այն, ինչ ես եմ ասում, վերջ։ Սխալվում ես, ես երբեք չեմ դադարի սիրել Խոսեիտոին, ես ազատ մարդ եմ ու կարող եմ սիրել նրան, ում որ ցանկանամ։ Այո, դե իհարկե, դու ազատ ես, իսկ այդ կապիկը ոչ, դրա համար էլ հայրիկը նրան դուրս է վռնդել տնից, նա այդ տղային ազատել է աշխատանքից ու դու նրան երբեք չես տեսնի, դե դրան ինչ կասես։ Ուրեմն դու համաձայնության ես եկել այդ անպետքի հետ, դե ասա, ինչ համաձայնության մասին էր խոսքը։ Դե այպես արեցինք, որ երկուսիս համար էլ շահավետ լինի, որովհետև նա իր կյանքը փրկեց, ես էլ փողերը։ Դե ասա ինձ չարաճճի տղա, ինչպես արեցիր դա, միգուցե թալանել ես այդ հիմարին, այդպես ես հաջողացրել այդ զարդերը։ Հիշիր, որ ես լավ չեմ լսում, բարձր խոսիր։ Ով կարող է լինել։ Դու ինչ-որ մեկին սպասում ես։ Ոչ, մի անհանգստացիր, հանգիստ, երևի հյուրանոցի ծառայողներից է, թող տեսնեմ, հանգիստ։ Բռնեցի քեզ, սրիկա, անիծյալ, կարելի իմանալ ինչ գործ ունես ամուսնուս հետ։ Ձեռք մի տուր ինձ։ Նրանից հարցրու ես չգիտեմ։ Լսիր Անուշիկը, սա ինչ է, ինչ դու մտածում ես, քաղցրիկը, սա քո մտածածը չէ, մենք ոչինչ չենք արել, այստեղ ոչինչ չի եղել, ուղղակի բուժման կուրս էինք անցնում Անուշիկը, ուրիշ ոչինչ։
Հրաշալի է։ Նրանք Ագրիպինայի հետ են վարվում այնպես, ինչպես ինձ հետ վարվեցին։ Տիկին, լսեք, ես գիտեմ, որ դուք ամուսնացած եք, ու եթե չեք ուզում, որ ձեր ամուսինը Տեոբալդոն իմանա ձեր անամոթ արարքի մասին, ուրեմն հենց հիմա ինձ 2 միլիոն բոլիվար տվեք, քարտով կամ կանխիկ։ 2 միլիոն։ Բաց թող ինձ։ 2 միլիոն։ Կինը բարձրացել է։ Գիտես ինչ կեղտոտ զրպարտիչ, ինչ ուզում ես կարող ես ասել Տեոբալդոին, որովհետև ես այս մարդու հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ։ Բրոմելյան, այստեղ ինչ գործ ունի։ Բրոմելյան։ Բրոմելիա։ Ռոմելյան։ Բարի գալուստ, Անաստասիա։ Այս տունը միշտ քոնը կլինի, իսկ ես միշտ քո ամուսինը, որովհետև ես երբեք չեմ հրաժարվի քեզանից։ Ինչ ծիծաղելի է։ Կլաուդիան ուշիկս հորաքուր Գրեգորիայի մոտ գնա խաղա նրա հետ, դե գնա լավ։ Սրանից հետո մենք կշարունակենք այս տանն ապրել։ Ու բոլորը կիմանան, թե որքան երջանիկ ամուսիններ ենք։ Ինչպես կարող է մտքովդ անցնել Օվիդիո, որ այն ամենից հետո ինչ մեզ հետ կատարվեց դեռ կարող են երջանիկ ամուսիններ լինել։ Մի մոռացիր, մեր գնացքը արդեն գնացել է, վերջ։ Ես միայն աղջկաս համար եմ այս տուն եկել, միայն նրա, ուրիշ ոչ մեկի։ Մենք ամուսիններ ենք, Անաստասիա։ Մենք ամուսիններ էինք, Օվիդիո։ Էինք։ Ավելին, եթե այդ ամուսնությունը այսքան ժամանակ գոյատևել է, ապա դա իմ շնորհիվ է։ Չնայած երբեք էլ ոչ մի հաճելի ու լավ բան չեմ զգացել քո կողմից։ Դու երբեք ոչինչ չես արել ինձ քեզ մոտ պահելու համար։ Դրա համար էլ ես Աուրելիոին սիրահարվեցի։ Այո, իհարկե, ուրեմն պարզվում է, որ ես եմ մեղավոր քո անբարոյական վարքի ու Աուրելիոյի հետ ինձ դավաճանելու համար։ Օվիդիո, աղաչում եմ քեզ։ Իմ ու քո միջև երբեք էլ սեր չի եղել։ Երբեք։ Ես շնորհակալ կլինեմ քեզանից, եթե դու գոնե հարգես ինձ։ Ձայնդ կտրիր։ Չեմ հասկանում ինչ հաճույք ես ստանում անդադ նույն բանը կրկնելով սեր։ Ինձ միայն հուզում է այն, ինչ օրինական է։ Իսկ դու օրենքով իմ կինն ես։ Ոստիկանությունը հաճույքով կլսի, թե դու եւ կինդ ինչպես եք խաբել ինձ։ Այստեղ ամեն ինչ զանագրված է, այնպես որ դուք իմ ձեռքում եք։ Ակվիլես, ես լսում եմ ձայնդ, հենց հիմա դուրս արի այդտեղից։ Ակվիլես, մի գազազիր, լսիր, եթե այս անիծյալ զույգը մեզ հիմա յուղի մեջ չտապակի, Բրոմելյանին ինքը մեզ կխորովի։ Տիկին, ասացեք նրան, ասացեք թող ինձ տա տեսաերիզը։ Ես քեզ ոչ մի տեսաերիզ էլ չեմ տա, սատանա։ Ինքդ մտածիր ու վերցրու, բայց նախքան այդ դու պետք է ինձ սպանես, որովհետև այն ես քեզ իմ ձեռքով չեմ տա։ Լավ, եղավ, եթե պնդում ես։ Ինչ է նշանակում այս ամենը։ Նշանակում է, տիկին, որ նաև այս պառավը սիրեկաններ են, ահա թե ինչ է այս ամենը նշանակում։ Մտիր։ Պարոն Տոնի, պարոն Վալենտինոն այստեղ է։ Հրավիրիր թող գա։ Մտեք։ Ինչ է սա նշանակում, Տոնի։ Ինչու ես ինձ կանչել։ Վալենտինո, տեսնում եմ մի տեսակ անվստահությամբ ես տրամադրված իմ հանդեպ, խնդրեմ նստիր, Դեմետրիա, պարոն Վալենտինոյի համար օղի լցրու։ Ոչ, պետք չէ։ Ավելին, եթե դեմ չեք, կուզեի մի անգամից բուն թեմային անցնել, որովհետև ինձ դուր չի գալիս ձեր ընկերակցությունը։ Ուրեմն արի քննարկենք, Վալենտինո։ Երեք Դեմետրիայի դեմ մահափորձ են կատարել, իսկ այսօր Յոլանդայի։ Այսօրվա հարձակման ժամանակ վանականը մի հաղորդագրություն է թողել, այնտեղ ասում է, որ Յոլանդան գիտի, թե վանականն ինչի համար է սպանում։ Դու այդ հարձակումների հետ ինչ-որ կապ ունես։ Ես։ Ես ինչ առնչություն պիտի ունենամ այդ հարձակումների հետ։ Լավ, ուրեմն հարցին այլ կերպ կմոտենամ, Վալենտինո։ Մենք համոզված ենք, որ քո մատը խառն է այդ սպանության մեջ, ու հիմա հարցս այս կերպ եմ ուղղում։ Ինչ է ուզածդ, Վալենտինո, որովհետև իմացի, որ ես այլևս թույլ չեմ տա, որ այս տանը նորից սպանություն լինի, պարզ է։ Խոսիր անամոթի մեկը, դու ես կանչել Բրոմելիային, այդպես չէ, ինչու։
Բանն այն է, որ ես շատ դժվարությունների միջով եմ անցել, դժվար կյանք եմ ունեցել։ Տուր ինձ տեսախցիկը։ Անմիջապես ինձ դուր սրիկա։ Բաց թող, ինչ է կատարվում։ Բրոմելիա, տեսախցիկը վերցրու, հանցանքի ապացույցն այդտեղ է, վերցրու։ Շատ լավ կվերցնեմ, բայց խնդրում եմ բացատրեք, թե ինչ է կատարվում։ Տեսախցիկը լավ պահեք։ Զարդերի գողության ապացույցները դրա մեջ են։ Թող, տեսախցիկը թող։ Այդ սրիկաները թալանել են ինձ, գողացել են իմ զարդերը։ Դուր ինձ խցիկ, այլապես ոչ ոք ողջ չի մնա։ Թողեք նրան բաց, թողեք ամուսնուս։ Եթե պատրաստվում ես սպառնալ ինձ, ուրեմն ուղիղ երեսիս ասա, մենք արդեն ծեր ենք, որպեսզի դիվանագիտական հարաբերություններ վարենք։ Ես կարգի հրավիրիր սրիկա, ինչպես ես համարձակվում այստեղ գալ, ու իմ առջև պահանջներ դնել այն ամենից հետո ինչ արեցիր Հելենայի հանդեպ ու նրան խլեցիր ինձանից, ու ինքդ լքեցիր նրան Գրեգորիային ունենալուց հետո։ Ձայնդ կտրիր սրիկա, դու իմ ընտանիքի մասին ոչինչ չգիտես, ոչինչ։ Ու հրաժարվեցիր նրանից։ Տոնի։ Որովհետև նա մտավոր հետամնաց երեխայեր ունեցել, դու հենց այդ պատճառով դատապարտեցիր նրան։ Հետո Յոլանդային սիահետեցիր, որպեսզի նրանից երեխա ունենաս, ու դրանով Հելենային ապացուցես, որ այդ պրոբլեմն իրենից է, այլ ոչ թե քեզանից, որ դու կարող ես առողջ երեխաներ ունենալ։ Իսկ դու ինչ արեցիր սրիկա, օգտվեցիր Հելենայի դժբախտությունից ու խոցելի կողմից ու նրան քո սիրուհին դարձրեցիր, իմանալով որ նա դեռ ինձ հետ է ամուսնացած։ Այո, ես նրան իմ սիրուհին դարձրեցի, որովհետև սիրում էի նրան։ Իսկ դու ընդհակառակը, ինիրի նման դեն նետեցիր կնոջդ։ Դու միշտ նրան արհամարում էի, լավ չէիր վերաբերվում նա հետ, այնպես որ հիմա մի բողոքիր, ու ոչ էլ արդարացրու քեզ, անիծվես դու։ Տոնի, խնդրում եմ, վերջ բավական է, պարոն Տոնի։ Այդպես մի բարկացիր Տոնի, հապա քեզ նայիր, դու լավ չես, ախր նոր ես վիրահատություն տարել, քեզ չի կարելի բարկանալ Տոնի։ Ժամանակը չի ներում Տոնի։ Անցյալը շրջանի նման պտտվում է, այնպես որ պատրաստվիր, որովհետև այդ շրջանը փոքրիկ ճեղքի նման բացվել է։ Տեսախցիկն ինձ դուր սրիկա, բաց թող, այն բաց թող։ Ձեռք չտաս ամուսնուս խելագարներ, ձեռք չտակ։ Ինչ կա այդտեղ։ Վերցրեք տեսախցիկը։ Թող նրան, վերցեք խցիկը, թույլ չտաս գնա։ Վերցրեք այնտեղ արագացրեք։ Արի գնացինք։ Բռնեք դրանց։ Ինձ դուր դա, ինձ դուր դա, հրեշ։ Մարդասպաններ, հանցագործներ, դուք սպանեցիք նրան, ախ Բարտո, չաղլիկս, մարդասպաններ, խոսիր ինձ հետ սիրելիս։ Դու քո ողջ կյանքում միշտ կհիշես ինձ Տոնի Բորովսկի, որովհետև այն մութ անցյալը, որ դուք երեքով եք կիսում, շատ շուտով ջրի երես դուրս կգա, շատ շուտով։ Դուրս եկեք, գնանք։ Ինչու պետք է այս ամենի միջով անցնենք։ Ես ոստիկանություն կկանչեմ ու նրանց կպատմեմ այս ամենը։ Ոստիկանություն։ Ոչ միայն ոչ ոստիկանություն։ Ախ, Բարտո, դեռ կտեսնենք։ Սպասեք։ Հարկավոր է մի բան անել, ավելի լավ է դուրս գանք այստեղից, քանի դեռ այդ փողոցայինը մի ամբողջ բանակ չի բերել։ Այո։ Ոչ, հիմար մի եղիր Ագրիպինա, մենք չենք կարող փախչել։ Այդ կինը երեքիս էլ լավ է ճանաչում, բացի այդ ոստիկանությունը կարող առնվազն 2 ժամում գտնել մեզ։ Այո, կարծում եմ իրավացի ես։ Նախ հավաքենք մեզ։ Ոչ։ Եկեք ստուգենք, նա մահացել է թե ոչ։ Ստուգիր, զարկերակը ստուգիր։ Այո, զարկերակը։ Այո, զարկերակը։ Ոչ։ Նա ընդամենը ուշագնաց է եղել, այո։ Այո։ Դե արագացրեք, օգնենք, մոտեցիր Բրոմելիա։ Բրոմելիա, արի, մոտեցիր, ինչ ծանր է։ Վստահ եք, որ նա ընդամենը գիտակցությունն է կորցրել։ Այո, կարծում եմ հիմա կարող են գնալ, որովհետև երբ ոստիկանները գան Լուցերիտոյի հետ։ Նրանց մենք շատ բան պետք է բացատրենք։ Այո։ Կարող են գնալ։ Տեսախցիկը։ Այո, ահա այն։ Սպասեք, 1 րոպե։ Եկեք իրավիճակն այդ Լուցերիտոյի համար ավելի բարդացնենք, այո։ Ես մի միտք ունեմ։ Սպասեք։ Այսպես, ահա։ Ինչ ես ուզում անել։ Հիմա կտեսնես ինչ կանեմ Ակվիլես, ահա։ Այսպես նրանք կկարծեն, թե այդ տղան հարբած է եղել։ Այո։ Այսպես այդ անիծյալ թշվառի գործերը ավելի կբարդանան, այնպես չէ։ Արի, օգնիր ինձ։ Գնացինք։
Ինչու վիճեցիր նրա հետ։ Ահա, վերցրու խմիր քո հաբերը։ Հելենայի սիրեկանն է եղել։ Հելենան նրանից է հղիացել, Բայց դա արդեն բոլորն էլ գիտեն ինչ իմաստունի անցյալը նորից վերհիշել Աստծո սիրուն։ որովհետև Հելենան դա արեց, որ ապացուցի, որ կարող է առողջ երեխաներ ունենալ։ Իսկ հիմա էլ ես պետք է սոխի դերում հանդես գամ։ Ինչ է քեզ հետ կատարվում։ Դեռ ինչ-որ բան ես զգում Հելենայի հանդեպ։ Միթե քեզ այդքան հուզում է, որ նա Վալենտինոյի սիրուհին է եղել Տոնի։ Դրա համար խոսայի տոնի մաս ստիպված կլինի քաղաքի ետնախորշերը վերադառնալ։ Դե գիտեք այդ տղան ոչ փող ունի, ոչ էլ աշխատանք։ Չգիտեմ, նա շատ սխալ վարվեց։ Հենց դա է խնդիրը, նա իրեն հերոսի տեղադրել, իսկ Կլեմենտինան կարծում է, թե իրենք երկրորդ Ռոմեոն ու Ջուլիետն են, ու հիմա իր պատճառով ինչ Շվեյցարիա են ուղարկում։ Ուրեմն դու էլ ապստամբիր, հո առաջվա փոքրիկ աղջիկը չես, ասա որ չես ուզում գնալ։ Իսկ ով կհամարձակվի պապիկին կամ մայրիկին ոչ ասել, եթե պապիկը Խոսեի տուն վտարել է այստեղից, ուրեմն նրա ասած օրենք է, դղճման մասին խոսք լինել չի կարող, բայց այդ ես նույնպես չեմ ուզում թողնել հիմնադրամը։ Լսիր, քանի որ շեշտեցիր այդ մասին, երբ է քո ծննդյան օրը։ ¿Cuándo que cumpleaños tú? Դա ինչ կապ ունի այս ամենի հետ։ Շատ մեծ։ Դե ասա, որտեղ եմ քեզ ծննդյան բացիկ ուղարկելու, երբ քեզ գիշերօթիկ դպրոց տանեն։ Ոչ Էմիլիա, այդ մեկը հետո։ Իսկ մեզ օրինակ շատ է հետաքրքրում։ Դու որտեղ ես ծնվել։ Դա նման մի բան։ Ինչպես թե որտեղ եմ ծնվել։ Այստեղ Կարակասում, երևի, համենայն դեպս ինձ այդպես են ասել։ Իսկ դու վստահ ես։ Հիշիր, որ քեզ որդեգրել են։ Լսիր, չլինի թե նրանք քեզնից ինչ-որ բան են թաքցնում։ Այսինքն ինչ։ Էմիլիա, դու գիտես ովքեր են քո ծնողները։ Այսինքն ճիշտ է, որ հայրդ մորաքույր Կոնստանսայի ամուսինն է եղել։ Դա ճիշտ է։ Այո։ Իսկ մայրդ։ Հիմա ինձ ոչ Հելենան է հետաքրքրում, ոչ Վալենտինոն։ Բայց քո տոնից ես զգացի, որ ոչ միայն հետաքրքրում է նա քեզ, այլ նաև հուզում է։ Ինձ պարզապես զայրացնում է այն, որ նա հիմա եկել ու իրեն սարփի տեղ է դնում։ Այո, ես նրան փակել եմ այդ Մենաստանում, այո, արել եմ դա, այո։ Ու ես այդպես վարվեցի, որովհետև չէի կարող հանդուրժել, որ նա երեխա է ունենալու ուրիշ տղամարդուց։ Հելենայի երեխայի մասին դու ինձ երբեք ոչինչ չես ասել։ Ինչ եղավ այդ երեխայի հետ։ Ինչ իմանամ, Յոլանդա, ինչ իմանամ։ Ես նրան երբեք չեմ տեսել։ Ես ոչ մի տեղեկություն չունեմ նրանից, երևի նրան մանկատուն են տարել, ինչ իմանամ։ Իսկ եթե այդ երեխան հայտնվի, եթե գա, չէ որ նա արդեն հասուն մարդ է, միգուցե նա հենց վանականն է, ու եկել է որ վրեժ լուծի քեզնից ու ետ ստանա այն ամեն ինչ իր մայրիկինն է եղել։ Սպասիր, աչքերդ փակիր, լավ։ Արագացրու։ Սպասիր, վերջ։ Ինձ համար է։ Այո։ Դա մեծ բան չէ, բայց շատ էլ գեղեցիկ չէ, բայց ինձ թվաց քեզ դուր կգա։ Ես ուզում եի քեզ ինչ-որ բան նվիրել։ Սա ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ ու ամենաթանկարժեք նվերն է, վերցրու։ Լսիր, ուզում ես մի բան իմանաս։ Ես պետք է ընտանիքիս հետ որոշ ժամանակով հեռանամ այստեղից, որովհետև պարոն Տոնին է այդպես խնդրել։ Բայց ես կվերադառնամ ու կպարզեմ այս ամբողջ խառնաշփոթը, որը տեղի ունենում, լավ։ Շատ լավ։ Կլեմենտինա, ինչ ես անում։ Դե, ավելի լավ է մի անգամից ասեմ, որովհետև չեմ ուզում ձեր համբերությունը չարաշահել։ Ես հղի եմ Սանտիագոից։ Դե ինչու այդպես քարացակ մումիաների նման, մի բան ասեք։ Ախ, Աստված իմ, հավատս չի գալիս, աղջիկս։ Երեխա, Տեր Աստված, դա օրհնանք է։ Շնորհակալ եմ, մայրիկ, շնորհակալ եմ։ Իսկ դու անուշիկս ոչինչ չես ասում։ Լավ կլինի, որ տղա ծնվի, որպեսզի չզբաղեցնի իմ տեղը։ Բացի այդ նա գեղեցիկ կլինի, որովհետև Սանտիագոն նույնպես գեղեցիկ է։ Սանտիագոն քո մայրիկի ամուսինն է, լավ։ Լսիր, իսկ դու ասել ես նրան, նա կխենթանա, երբ իմանա, որ հղի ես։ Դե իրականում
Ոչ, ոչ, ոչ։ Ես նրան ոչինչ չեմ ասել ու չեմ էլ կարծում, թե դրա կարիքը կա։ Նա նրա հայրն է։ Նա փոքրիկիդ հայրն է ու նաև քո ամուսինը։ Եթե դա հանուն քեզ չես անում, գոնե հանուն երեխայի արա։ Լսիր, նա մեղավոր չէ ու իրավունք ունի իմանալ, որ հայր է դառնալու։ Լավ, մայրիկ, բավական է, չեմ ուզում այդ մասին խոսել։ Ես հիմա այնքան շփոթված եմ։ Լսիր, իսկ Անաստասիային ասել ես այդ մասին։ Այո։ Ինչ են ասել։ Ողջույն։ Կլաուդիա, փոքրիկ, մենք ոչ թե չենք ուզում որ այստեղ գասեր, ուղղակի հնարավոր չէ որ դուք տանը լինեք։ Ոչինչ մի ասա, գնա, քանի դեռ Օվիդիոն չի եկել ու իմացել որ դուք արդեն տան եք, դե գնա։ Բարի օր, հորեղբայր։ Ինչ գեղեցիկ ու հաճելի առավոտ է։ Շանանունը տուրփետ արձերքդ։ Հրաշալի է, չէ։ Վերջապես անցյալ գիշեր ես գտա կնոջս։ Ինչ խոսք, մենք սքանչելի ու ռոմանտիկ ձևով հաշտվեցինք իրար հետ։ Այդպես չէ, սերիմ։ Ինչ սրտաճմլիկ տեսարան է։ Ով կասեր, որ այս տղամարդն անցյալ երեկո իրեն իսկական հերոսի նման կպահեր։ Եթե գոնե դադար էր խռմփացնել։ Որ մի կինը զգայուն չի դառնա, իմանալով, որ այս էակն իր հետ սիրով կզբաղվի։ Դե Բրոմելիա, միշտ չէ, որ նա այսպիսին է լինում։ Անցյալ գիշեր նա իրեն իսկական մաչոյի նման պահեց։ Նա ապացուցեց, որ իրեն թալանել են ու նաև դուրս բերեց մեզ այդ խառնաշփոթ իրավիճակից։ Բացի այդ, Բրոմելիա, եթե դու հիմա քայլ չանես, Ագրիպինան կշարունակի հետապնդել նրան։ Ակվիլես, 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 Ակվիլիտո, սիրելիս, Ակվիլես։ Ինչ ես անում։ Ագրիպինա, դու սիրում ես ամեն մանրուքից ներկայացում սարքել, ինչու ես ուզում բաժանվել, միգուցե ուզում ես ուրիշ տղամարդու հետ հանդիպել։ Ոչ Տեոբալդո, լռիր, իմ անունը Տեոբալդո Բորովսկի չէ։ Ոչ բարոն, ոչ, այդ դու ես, որ մի անբարոյական ես գտել ու հետո էլ նրան որդուդ Սանտիագոյի մոտ բերել, որպեսզի նա հանդուրժի նրան եւ հրաժարվի եկեղեցուց։ Դու ես, որ չես հարգում այս ընտանիքը։ Ագրիպինա, ես միայն պարտականություն եմ կատարում քեզ հետ մնալով, ես ընկերակցում եմ քեզ, ինչ ես կարծում, ինչու եմ ուրիշ կին փնտրել։ Որն է քո խնդիրը, կարծում ես ես կհանդուրժեմ, դա Տեոբալդո, սխալվում ես, դու ընդունակ չես ինչ-որ մեկին սիրել, դու ոչ ինձ ես սիրում, ոչ Վիոլետային ու ոչ էլ որդուդ Սանտիագոյին, որովհետև դու սեր բառի իմաստը չես հասկանում։ Սխալվում ես, որովհետև ես իսկապես սիրում եմ Վիոլետային։ Դու եւ Վիոլետան խլել եք այն փոքր երջանկությունը, որ դեռ ունեի։ Սիր, ուզում եմ քեզ իմ բան ասել։ Ես պետք է ընտանիքից մի որոշ ժամանակով հեռանամ այստեղից։ Դե դա պարոն Տոնն է խնդրել ինձ։ Բայց ես անպայման կվերադառնամ։ Ինչու Խոսեիտո, ինչու թույլ չտվեցիր, որ ես էլ գամ քեզ հետ։ Որ փախչենք միասին, ինչպես այն հեքիաթներում է լինում, որոնք մանուկ հասակում եմ կարդացել։ Ընդմիշտ միասին, ընդմիշտ։ Այո, աղջիկներ, որոշված է։
Դուք երկուսը Եվրոպա կմեկնեք գիշերօրթիկ դպրոցում սովորելու, որովհետև ես չեմ շարունակի հանդուրժել այն, որ դուք այս տան ծառայողների հետ անկողին եք մտնում ոչ։ Ես ոչ մեկի հետ չեմ գնում, մայրիկ, ես սիրում եմ Խոսեի տոյին, դու պետք է հարգես ինձ։ Ոչ, ինչ հարգանքի մասին է խոսքը, իմ աղջիկը չի կարող սևամորթի սիրել։ Ես նախընտրում եմ չտեսնել քեզ մինչև գիշերօրթիկ դպրոցից վերադառնալը։ Ես արդեն բավականին մեծ եմ, որ իմանամ, թե ինչ եմ ուզում։ Զզվել եմ Բորովսկիներից ու նրանց ծիծաղելի օրենքներից։ Դու պետք է հարցներ ինձ, ինչպես լուծենք այս ամենը, բայց ոչ։ Ընդհակառակը, քեզ եմ հրաշալի միտք ցակեց վերադառնալ Օվիդիոյի մոտ։ Ոչ, Աուրելիո, խնդրում եմ ծիծաղելի բաներ մի ասա երիտասարդ։ Եթե Օվիդիոյի մոտ վերադառնալ իմ կամքով լիներ, ինչու պետք է հեռանայի նրանից։ Գիտես ինչ եմ կարծում։ Գիտես, մտածում եմ, որ սրտիդ խորքում քեզ այնքան էլ չի վշտացնում Օվիդիոյի մոտ վերադառնալու գաղափարը, եւ հենց դրա համար էլ դու այստեղ եկար։ Ինչ։ Ներողություն, ինչ ասացիր։ Ողորմած Աստված, Աուրելիո, Օվիդիոն ուզում է խլել աղջկաս, իսկ ես դեռ պետք է կարգի բերեմ փաստաթղթերս, որովհետև ես հիմա գոյություն չունեմ, ինձ մահացած են համարում, հասկանում ես, Մատեոն էլ թարսի պես անհետացել է, այդ ամենից հետո դու եկել եւ նման խանդի տեսարան ես սարքում։ Գիտես ինչ, ես հիմա ահավոր բարկացած եմ, ու ավելի լավ է չխոսենք այդ մասին։ Ես պետք է խոսեմ հորս հետ, այնպես որ ես պետք է գնամ, ներիր։ Ինչ է եղել, ինչ է պատահել։ Դու քեզ լավ ես զգում, դու քեզ տարօրինակ ես պահում, ինչու՞մն է բանը։ Չգիտեմ, կրկնիր հարցը, որովհետև ես չհասկացա։ Ձայնդ, ինչ է եղել։ Իմ ձայնը։ Ինչ է եղել, ձայնդ տարօրինակ է, դա քո ձայնը չէ։ Me miras así mientras me he visto sin ti. Recuerda bien este cuerpo que fue tuyo a placer. Me dejaste la piel con tu forma de irte y ahora vuelves despacio como si ya no te mojes los labios, ni me insinúes tus ganas, que yo aprendí a cerrarme cuando tú abriste heridas. Eres tan bella y sensual que no sé. Eres tan bella y sensual y me haces caer. Չես ամաչում, որ համբուրում ես այս սևամորթի հետ։ Դուք երկուստ էլ Եվրոպա կմեկնեք գիշերօրթիկ դպրոցում սովորելու, որովհետև ես չեմ հանդուրժի, որ դուք այս տան ծառայողների հետ անկողին մտնեք։ Ես արդեն կին եմ, մայրիկ։ Ես չեմ հասկանում Կոնստանսա Բորովսկուն, նա այնքան դատարկամիտ է, այնքան խենթ, այնքան թեթևամիտ։ Ես ամաչում եմ, որ նրա դուստրն եմ, նա իմ հակապատկերն է։ Հիմա հասկանում եմ Մարիա Գրացիային, նա ուզում է իր սեփական կյանքը դասավորել, իր տեղը գտնել, իսկ ընտանիքը դա նրան թույլ չտվեց, բայց ինձ նրանք երբեք չեն խանգարի, վերջ։ Էй, աղջիկ, ներեցեք։ Ես անծանոթների հետ չեմ խոսում։ Մենք ուզում ենք օգնել քեզ։ Դու արտասվում ես, վստահ եմ ինչ-որ բան այն չէ։ Ինչ նկատի ունեք։ Սիրելիս, դիմացինին նայելով մենք արդեն գիտենք, թե ինչ է զգում նա։ Քո միայնությունը ճնշում է մեզ, այնպես չէ։ Միացիր մեզ։ Մենք կարող ենք կյանքի նորոգի ցույց տալ քեզ։ Բոլորովին այլ բան։ Գոնե նստեք։ Դուք մեզ հետ կզբոսնեք ու միաժամանակ էլ կզրուցենք։ Վստահ եք մեզ։ Լավ, դե լավ, ինձ մինչև մետրո ուղեկցեք։
Բարև ձեզ։ Բարև։ Դուք Լոուրդես Գրեգորիա Բորովսկին եք։ Այո, շատ հաճելի է, բայց բոլորն ինձ Գոյիտա են անվանում, եթե ուզում եք դուք էլ կարող եք ինձ Գոյիտա ասել։ Լավ, տեսնենք, դե հիմա կոնկրետ ասեք, թե ինչ եք ուզում իմանալ, ո՞րն է ձեր խնդիրը։ Ուզում եք որևէ հաստատություն ընդունվել։ Դե, պարոն, կարելի է այդպես ասել, այո։ Ուզում ենք իմանալ արդյոք Գոյիտան պատրաստ է կյանքի այդ փուլն անցնել։ Դե գիտեք ինչ նկատի ունեմ, որովհետև խնդիրն այն է, որ լսիր Գոյիտը ավելի լավ է գնա, ու ինձ համար լիմոնադ բեր, լավ, կոկորտս չորացել է։ Հանգստացիր, որովհետև ես նույնպես ուզում եմ լսել, թե բժիշկն ինչ է ասում իմ մասին։ Ակնհայտ է, որ պարոն Քոլինը նյարդայնացած է այնպես, որ գնա լիմոնադ բեր։ Ես կփորձեմ հանգստացնել նրան։ Բժիշկ ներեցեք ինձ, բայց ինչպես կարող են այդքան մեծ լինելով նյարդայնանալ, ճիշտ չէ։ Դու լիմոնադը բեր, ես նրան կհանգստացնեմ։ Այո, արդեն բերում եմ լիմոնադը, Մակո։ Այո, դե գնա։ Դե, ասացեք, ինչ խնդիր ունի նա։ Լավ, բժիշկ, բանն այն է, որ ես խնդիրը մաս սիրում եմ Գոյիտային։ Դե հասկանում, դա կարող է շփոթեցնել ձեզ, տարօրինակ տվալ, բայց դա ճահարություն չէ, դա իսկական սեր է։ Ես իրոք սիրում եմ նրան, հասկանում եք ինձ։ Դրա համար ուզում եմ իմանալ, բժիշկ, արդյոք մենք կարող ենք ամուսնանալ, այո, ամուսնանալու նորմալ ամուսինների նման ապրել։ Ալո։ Այո, ես եմ։ Ով է։ Պարոն Բորովսկի, մայրապետն ուզում է խոսել ձեզ հետ։ Ես ձեզ համար լավ նորություն ունեմ։ Մենք մի կին ենք գտել, որը շատ նման է ձեր բերած այն նկարի կնոջը։ Դուք պետք է ինքներդ տեսնեք նրան։ Հեռախոսը ցած տիր։ Ես պետք է խոսեմ քեզ հետ ու հենց հիմա։ Լավ, ես հիմա չեմ կարող խոսել։ Դուք գիտեք նրա անունը։ Ոչ ոք չգիտի նրա անունը, այնպես որ եթե ճանաչեք ու ասեք նրա անունը, մեզ շատ օգնած կլինեք։ Սանտիագո, ուզում եմ քեզ ասել, որ շատ ուրախ եմ ոսկերչական խանութում կատարած աշխատանքիդ համար։ Գետը նորից իր հունով է գնում, նույնիսկ վաճառքն է ակտիվացել։ Շնորհակալ եմ, պապիկ, դա միայն իմ աշխատանքի արդյունքը չէ։ Հիշի, որ բոլոր զարմիկներս օգնում են ինձ, ինչպես նաև խանութի ողջ անձնակազմը։ Բոլորս էլ մեր լուման ունենք։ Այո, հասկանում եմ, դա թիմային աշխատանքի արդյունք է։ Բայց առանց քո ղեկավարության ոչինչ չէ։ Ցավում եմ, բայց նույնը քո մասին չեմ կարող ասել Աուրելիո։ Վանականը շարունակում է վախեցնել մեզ։ Այդ պատճառով էլ որոշել եմ փակել ձեր գրասենյակը ու Կուբիլանին խնդրել, որպեսզի զբաղվի մնացած հարցերով։ Դու ազատում ես ինձ աշխատանքից։ Այո, վերջ, Աուրելիո, գող ոստիկան խաղն ավարտված է։ Ես եւ դու պիտի որոշ բաներ պարզենք Օվիդիո։ Լեոն, ինչ է պատահել, ով է քեզ կապել, Լեոն։ Վանականը Օվիդիո, նա վերևում է։ Վանականը վերևում է, զարմիկ, վերևում է։ Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ այս շղթայված բանտից փախչել